$789,000 ապրանք 2025-ին, $5,757,000 էլ այս տարվա միայն առաջին եռամսյակում։ Սրանք Ադրբեջանից Հայաստան ներմուծված ապրանքների թվերն են, կոնկրետ դիզվառելիքի, որը նախորդ տարեվերջից վաճառվում է մեր շուկայում։ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի հրապարակած ցանկում մեր երկրի անվան կողքին գրված թվերը աննշան են մյուս պետությունների համեմատ, որոնց հետ Բաքուն առևտրաշրջանառություն ունի, ինչպես նաև իրենց ընդհանուր արտահանումների ծավալի մեջ։ Իրականում, սակայն, չնչին է այն թիվը, որը ներկայացնում է հակառակ առևտուրը՝ Հայաստանից Ադրբեջան $960 միայն։ Ընդ որում Երևանից Բաքու որևէ ապրանք չի ուղարկվել, երրորդ երկրից՝ Նիդերլանդներից են վարդեր ներմուծել Հայաստանի տարանցիկ ճանապարհով։ Երևանն ու Բաքուն տարեսկզբից ցանկեր էին փոխանակել հասկանալու, թե հատկապես ինչը միմյանց կհետաքրքրի մյուս շուկայից։ Հայկական փայլատիթեղներ գրավել ադրբեջանցիների ուշադրությունը, պատվեր չէին արել, բայց ինչպես հայտնել էր էկոնոմիկայի նախարարը, ամենաերկար բանակցություններն այդ հարցով են եղել։ Կոնկրետ հայտ եղել է եւ կոնկրետ հետաքրքրություն է եղել փայլատիթեղի նկատմամբ եւ կոնկրետ կոդի փայլատիթեղի համար ադրբեջանական կողմը խնդրել է կոնկրետ գին եւ մեր արտադրողը տվել է, այսինքն ամենաերկար բանակցությունը, որ գնացել է, այսինքն ցանկերը փոխանակվելուց հետո դա եղել է, որ այսինչ հաստության փայլատիթեղը մեզ հետաքրքրում է։ Պոտենցիալ ապրանքների ցուցակում, որ մատնանշում էր Պապոյանը, Հայաստանն Ադրբեջանին վաճառելու համար առաջարկել էր հենց փայլատիթեղ, ալյումին, ֆերոմոլիբդեն, միրգ բանջարեղեն, որոշ տեսակի խմիչքներ ու տեքստիլ արտադրատեսակներ։ 4 ամսում հազիվ 1 տասնյակի շեմին հասնող այս ապրանքներից միայն փայլատիթեղն է նրանց հետաքրքրել, այն էլ դեռ նույնիսկ չեն ասել գնում են, թե ոչ։ Ադրբեջանի իշխող նախագահ Ալիևը մտածում է, որ հայկական ապրանքներ ներմուծելու պարագայում կարող է երկրի ներսում սուր քննադատության արժանանալ եւ, այսպես ասած, չակերտավոր հայրենասիրել իրեն ձևացնում, մտածելով, որ դա կդիտվի, որ հայրենասեր լինողը թույլ չի տալի թշնամու երկրից ապրանքներ ներկրել կամ թշնամի երկրին տնտեսական օգուտ տալ։ Սա կարող է լինել քաղաքական ենթատեքստ պարունակող քայլ, կարող է լինել եւ պարզապես տնտեսական։ Իսկ այն, որ մենք ենք Բաքվից առևտուր անում, նաև այլ ապրանքներ, որ պարզապես նրանց տարածքով է մեզ հասնում, Հայաստանի իշխանությունների գնահատմամբ հիմա արդեն սովորական երևույթ է, նաև հաստատված խաղաղության վկայություններից, ինչպես հենց իրենք են ձևակերպում, սակայն փորձագիտական վերլուծական համայնքում այս կարծիքի հետ այնքան էլ համաձայն չեն։ Այստեղ հիշեցնում են Ադրբեջանի կառավարության հաշվետվության ձևակերպումը, թե սա պարզապես առևտուր է։ Պարզապես ոչ թե պատերազմի եւ խաղաղության հարց պետք է դնել, ուրիշ հարցադրում արդյոք իսկապես սահմանը ազատ եւ փոխադարձ բաց է երկու երկրների համար։ Հայտարարությունների եւ իրականության միջև առկա տարբերությունը շարունակում է խորանալ, տնտեսական համագործակցության խոսույթն ըստ մասնագետների դեռ օդում է, իսկ ակնկալվող փոխադարձ շահը միայն թղթին։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։